Բարև ձեզ։ Եվրոպական հեռանկարներ հաղորդաշարը ներկայացնում է Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը, մեր երկրի Եվրամիության ինտեգրման քաղաքական եւ տնտեսական քայլերը, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի մոտեցումներն ու ծրագրերը։ Սա մեր առաջին հաղորդումն է։ Այսօր համառոտ կներկայացնենք Եվրոպական միության պատմությունը եւ Հայաստանի հետ հարաբերությունների ժամանակացույցը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր հետևանքներից հետո կենսական անհրաժեշտություն դարձավ Միացյալ Եվրոպայի ստեղծումը։ Հայտնի եւ հեղինակավոր եվրոպական քաղաքական գործիչներ բարձրաձայնեցին այն տեսակետը, որ եւս մեկ ավերիչ պատերազմը վերջնականապես կկործանի Եվրոպան։ Գործընթացի սկիզբ հանդիսացավ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբեր Շումանի 1950 թվականի մայիսի 9-ի ելույթը, որով նա պաշտոնապես առաջարկում էր համատեղ օգտագործել Ֆրանսիայի եւ Գերմանիայի քարածխի ու պողպատի պաշարները։ Ակնհայտ էր, որ հենց տնտեսական համագործակցությունը կհանգեցներ քաղաքական միությանը։ Այս նախաձեռնությանը միացան Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը եւ Իտալիան։ 1957 թվականին այդ երկրները Հռոմում ստորագրեցին երկու համաձայնագիր Եվրոպական տնտեսական համայնքի եւ ատոմային էներգիայի Եվրոպական համայնքի Եվրատոմ ստեղծման մասին։ 1967 թվականին նշյալ երեք միավորները միաձուլվեցին, ստեղծելով Եվրոպական համայնքը։ 1973 թվականին նախաձեռնությանը միացան Մեծ Բրիտանիան, Դանիան եւ Իռլանդիան։ 1979 թվականին անցկացվեցին Եվրոպական խորհրդարանի առաջին ուղղակի ընտրությունները։ 1981 թվականին Եվրոպական համայնքի կազմի մեջ մտավ Հունաստանը, 1986-ին Իսպանիան եւ Պորտուգալիան։ Համայնքի անդամ երկրների թիվը հասավ 12-ի։ 1986 թվականին ստորագրվեց Միասնական Եվրոպական ակտը։ Այն նշանակում էր առանց սահմանների շուկայի ստեղծում, ապրանքների, մարդկանց, ծառայությունների եւ կապիտալի ազատ շրջանառությամբ։ 1995 թվականին Եվրամիությանը միացան Ավստրիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան։ 1999 թվականի հունվարի 1-ին շրջանառության մեջ մտավ Եվրոն։ 2004 թվականի մայիսին Եվրամիությունը լուրջ համալրում ստացավ։ Նրան միացան Մալթան եւ Կիպրոսը, ինչպես նաեւ արդեն փլուզված սոցիալիստական ճամբարի 8 երկիր՝ Չեխիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Հունգարիան, Սլովակիան եւ Սլովենիան։ 2007 թվականին Եվրամիությանը անդամակցեցին Բուլղարիան եւ Ռումինիան։ Միության 27 երկրներում այսօր ապրում է մոտ 500 միլիոն մարդ։ Եվրամիություն Հայաստան հարաբերությունների հիմքը գործընկերության ու համագործակցության համաձայնագիրն է, որ գործում է 1999 թվականի հուլիսից։ 2004 թվականին Հայաստանը, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասին ներառվեց Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում։ 2008 թվականի փետրվարին Հայաստանում բացվեց Եվրոպական միության լիարժեք պատվիրակության գրասենյակը։ 2009 թվականի մայիսին մեկնարկեց Արևելյան գործընկերությունը, որին անդամակցում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելարուսը։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է Եվրամիության եւ գործընկեր պետությունների միջև ասոցիացման համաձայնագրերի ստորագրումը, անցագրային ռեժիմի թեթևացումը եւ մի շարք այլ արտոնություններ։ 2012 թվականին այս հարաբերությունները նոր զարգացում ունեցան։ Բանակցություններ են ընթանում Հայաստան-Եվրամիություն ասոցիացման համաձայնագրի շուրջ։ Այս համաձայնագիրը թարմեցնում ու զարգացնում է արևելյան գործընկերությունը եւ սահմանում պարտավորությունների կոնկրետ շրջանակ։ Այս մասին տեսակետները մեր պաշտոնական էջում։ The association agreement Ասոցիացման համաձայնագիրը, որի շուրջ բանակցություններ են ընթանում այս պահին, արևելյան գործընկերության ոչ շարունակությունն է, ոչ էլ մեկ այլ մակարդակ։ Այն կոնկրետ գործիք է, որի միջոցով պետք է իրականացվի արևելյան գործընկերությունը։ Ես հպարտորեն շեշտում եմ, որ բանակցությունները արդեն հասել են շրջադարձային կետի։ Մենք համաձայնության ենք գալիս արդեն 24 մասերի շուրջ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ասոցիացման համաձայնագիրը կփորձի Հայաստանին հնարավորինս մերձեցնել Եվրամիությանը, առաջին հերթին բազմաթիվ ոլորտներում ներդաշնակեցնելով կարգավորման ենթակա շրջանակները։ Regulatory harmonization across a very wide range of sectors. Ասոցիացման պայմանագիրը ինքը բավական հստակ ձևով արտահայտում է այն նպատակը, որ մենք դրել ենք մեր առջև։ Եվ նպատակը վերաբերվում է այն երկրին, որ մենք ուզում ենք կառուցել այստեղ։ Երկիր,
որը զարգանում է եվրոպական արժեքային համակարգի ներքո, որը զարգանում է եվրոպական ստանդարտների, չափանիշների, նորմերի համաձայն։ Ասոցիացման համաձայնագիրը հիմքեր է ապահովում քաղաքական ասոցիացման կապերի համար։ Հատուկ շեշտում եմ խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որը պետք է աջակցի տնտեսական ինտեգրացիային, եւ վիզայի ռեժիմի հեշտացման եւ վերընդունման համաձայնագիրը, որը կակտիվացնի տեղաշարժը անվտանգ եւ ապահով միջավայրում։ Երբ մենք խոսում ենք պարտավորությունների մասին, պարտավորությունները վերաբերվում են միայն ու միայն մեր նորմերի, չափանիշների, պրակտիկայի համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին։ Այսինքն, սա ես չեմ համարում որպես պարտականություն։ Սա պարտավորություն չի, որտեղ սա մենք մեզ համար ենք անում։ Մենք պարտավորված չենք իրենց հանդեպ, մենք պարտավորված ենք հասարակության առջև։ Երկու կողմերն էլ վստահ են, ասոցիացման համաձայնագիրն իր փոխադարձ պարտավորությունների եւ անելիքների հետ մեկտեղ կակտիվացնի Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները։ Այժմ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Հայաստանի հասարակական քաղաքական կյանքի աշխույժ օրակարգի մասին մեկ պարբերությամբ։ Եվրոպական միությունը սկսել է Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների աջակցության ծրագիրը 1.700.000 եվրո արժողությամբ։ Այն նպատակ ունի նպաստել ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը։ Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց իր միջանկյալ հաշվետվությունը հեռարձակող լրատվամիջոցների կողմից խորհրդարանական ընտրությունների գործընթացի լուսաբանման վերաբերյալ։ Այս հաշվետվությունը վերաբերում էր պաշտոնական քարոզարշավին նախորդող շրջանին, մարտ ամսվա առաջին տասնօրյակին։ Մոնիթորինգի արդյունքները հուսադրող էին։ Հեռարձակողների կողմից նախընտրական շրջանի լուսաբանման ընթացքում դրական միտումներ էին ֆիքսվել նախորդ ամիսների համեմատությամբ, այդ թվում թաքնված գովազդի ծավալի նվազում։ Հետազոտությունը կատարվում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ իրականացվող նախագծի շրջանակներում, որը կոչվում է «Աջակցություն հայկական քաղաքացիական հասարակությանը ընտրական գործընթացների մոնիտորինգի հարցում»։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը։ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպությունը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար երկօրյա դասընթաց են կազմակերպել ընտրությունների պատասխանատու, ճշգրիտ եւ հավասարակշռված լուսաբանման համար։ Միջոցառմանը աջակցում էր նաեւ Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Հայաստանում անցկացվեց Արևելյան գործընկերության 4-րդ պլատֆորմի երիտասարդական համաժողովը, որին մասնակցում էին ավելի քան 20 երկրի ներկայացուցիչներ։ Հանրապետության վարչապետը ողջունի խոսք էր հղել նոր մտածելակերպով օժտված երիտասարդներին։ Իսկ Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Խրիստեան նշեց, որ երիտասարդությունը ոչ թե մեր ապագան է, այլ ներկան։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ամրապնդել արևելյան գործընկերության պետությունների հետ համագործակցությունը երիտասարդական ոլորտում։ Միջոցառումը կազմակերպել էր Եվրոպական հանձնաժողովը։ Նախագծերի ֆինանսավորումը կիրականացվի արևելյան գործընկերության երիտասարդական ծրագրի միջոցներով, որը կազմում է 3 միլիոն եվրո։ Թափոնների կառավարում Եվրոպական հարևանության եւ գործընկերության գործիք արևելք ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ խորհրդատվական խմբի եւ շահառուների հանդիպում։ Ծրագրի նպատակն է տարածաշրջանային համագործակցության միջոցով մասնակից երկրներում նվազեցնել թափոնների ոչ պատշաճ կառավարման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտումը եւ դրա հետ կապված ռիսկերը։ Այդ նպատակով մասնակից երկրներում նախ փորձնական ծրագիր է իրականացվում։ Հայաստանում որպես փորձնական շրջան է ընտրվել Լոռու մարզը, որի 8 քաղաքային աղբավայրերը զբաղեցնում են շուրջ 19 հեկտար տարածություն, իսկ աղբավայրերում տեղադրված թափոնների ծավալը կազմում է մոտ 2 տոննա։ Ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին։ Նախատեսվում է ձևավորել խորհրդատվական խումբ, հավաքագրել ռազմավարության համար անհրաժեշտ ելակետային տվյալներ, իրականացնել աղբավայրերի գույքագրման աշխատանքներ ու կազմակերպել իրազեկության բարձրացմանը միտված միջոցառումներ։ Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 52 դպրոցում ընդունեցին եվրոպացի հյուրերի Գոսփել, կառավարումը սպորտի բնագավառում որպես սոցիալական ուղեցույց ծրագրի ներկայացուցիչներին։ Աշակերտները ողջունեցին նրանց ֆրանսերեն խոսքով եւ երգով, հայկական պարով եւ Հովանես Թումանյանի Անխելք մարդը հեքիաթի ֆրանսերեն բեմադրությամբ։ Գոսփել ծրագրի շրջանակներում այս կրթօջախի մարզահրապարակի վերանորոգման համար նախատեսվում է հատկացնել 30-ից 60 հազար եվրո։ Սա փորձնական ծրագիր է, որը շարունակական բնույթ է կրելու։ Գոսփել ծրագրի նպատակն է սպորտի բնագավառում տեղայնացնել կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան բարելավել կյանքի որակը, ընդգրկելով հաշմանդամներին ու բնակչության խոցելի խավերին։ Donc nous allons lancer un appel d'offres
Մրցույթ կհայտարարվի մարզահրապարակի վերանորոգումն իրականացնող ձեռնարկությունն ընտրելու համար։ Հուսով ենք մինչև տարվա վերջ աշխատանքն ավարտված կլինի։ Եվրոպական միությունը եւ Հայաստանի կառավարությունը սկսեցին բանակցություններ երկու համաձայնագրի շուրջ՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման եւ Եվրոպական միության եւ Հայաստանի միջև անօրինական միգրանտների վերադարձման ռեադմիսիայի վերաբերյալ։ Բանակցությունների ավարտը շատ մոտ չէ, բայց ընթացքը մասնակիցների ասելով խոստումնալից է։ Ինչ կտա փաստաթղթերի ստորագրումը։ Կսահմանվեն ավելի ցածր վճարներ վիզաների համար։ Քաղաքացիների որոշ խմբերի, օրինակ կենսաթոշակառուների համար կվերացվեն վիզայի վճարները։ Վիզայի տրամադրման դիմումները կուսումնասիրվեն առավելագույնը 10 օրվա ընթացքում։ Փաստաթղթային պահանջները կպարզեցվեն։ Որոշ խմբերի համար բազմակի մուտքի վիզաներ ավելի շատ կտրամադրվեն եւ այլն։ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը ենթադրում է երկկողմանի պարտավորություններ ստորագրող կողմերի համար։ Ընդունելու իրենց քաղաքացիներին եւ որոշ դեպքերում երրորդ երկրների քաղաքացիներին առանց քաղաքացիության անձանց, որոնք մյուս կողմի տարածքում գտնվում են անօրինական կարգավիճակով։ Այն մասին, թե բնակչության որ խմբերին ինչ հնարավորություններ կտա համաձայնագրերի ստորագրումը, մանրամասնորեն կպատմենք մեր հաջորդ հաղորդման ընթացքում։ Ասոցիացման համաձայնագրի բաղկացուցիչ մաս է խորը եւ համապարփակ առևտրի գոտին։ Եվրոպական չափանիշերի կիրառում Հայաստանի ներմուծման եւ արտահանման ոլորտներում Եվրամիության հետ առևտրական հարաբերություններում։ Եվրոպական միությունը հատուկ ողջունել է այս առաջընթացը։ Եվրոպական միությունը որոշել է Հայաստանի հետ հարաբերությունները սկսել խորը եւ համապարփակ առևտրային գոտուց, ինչը զգալիորեն կնպաստի տնտեսական աճին եւ ձեր երկրում ներդրումների խթանմանը։ Եվրոպական հանձնաժողովը ողջունում է այս քայլը ոչ միայն քաղաքական կապերի խորացման, այլև տնտեսական ինտեգրման տեսանկյունից։ Սա արևելյան գործընկերության երկրների հետ մեր հարաբերությունների անկյունակարերից է, եւ Հայաստանը այդ գործընթացի կարևոր եւ ակտիվ մասն է հանդիսանում։ Ինչպես անել, որ հայաստանցի արտահանողները Եվրոպայում զգան իրենց ինչպես ձուկը ջրում։ Ինչ է պետք Եվրոպայում մեր ձկնարտադրության սպառման համար։ Այս խնդիրները դիտարկել ենք խորը եւ համապարփակ առևտրի գոտու համաձայնագրի ենթատեքստում։ Սա բոլորովին էլ հանգստյան գոտի չէ, ավելի ճիշտ կլինի այս տարածքն անվանել աշխատանքային գոտի։ Շատրվաններն էլ անցորդներին զովացնելու համար չեն։ Դրանք ջուրն են թթվածնով հարստացնում լողավազանում բնակվող ձկների համար։ Ամեն ինչ իրապես հարմարեցված է հիմնական բնակիչների, այսինքն ձկների բարենպաստ կյանքի համար։ Այստեղ ձկնաբուծության ապագան կապված է եվրոպական շուկայի հետ, այդ պատճառով էլ նրանց կերը եվրոպական է, Եվրամիությունում ընդունված չափանիշներին համապատասխան, առանց բիոհավելումների։ Գիտական մոտեցում է ցուցաբերվում ամեն հարցում։ Ոչ մի ծովում եւ օվկիանոսում նրանք նման վերաբերմունքի եւ ուշադրության չէին արժանանա։ Ձկան սեռն էլի դեպ ուլտրաձայնային հետազոտությամբ են որոշում։ Արդյունքը համապատասխանաբար բարձր է՝ 800 տոննա ձկան մսի արտահանում տարեկան, հիմնականում Ռուսաստան։ Թանկարժեք հարգի ձկնատեսակներ են՝ թառափազգիներ եւ իշխանազգիներ։ Այս տնտեսության արտադրանքը Հայաստանում էլ է վաճառվում, բայց ոչ մեծ քանակությամբ, ներքին շուկան չլճացնելու եւ փոքր արտադրողներին չվնասելու համար։ Փաստորեն ծով ու օվկիանոս չունեցող Հայաստանն ի վիճակի է ձկնարտադրությամբ զբաղվել։ Ճիշտ ասած, ես ինքս ձկնոց սիրահար եմ եւ երբ որ ես մեկնում էի տարբեր երկրներ ձկնոցության, ես հասկացա, որ ձկնաբուծությունը շատ ակտուալ կլինի, որովհետեւ պաշարները, օվկիանոսային պաշարները ամեն տարի կրճատվում են եւ 2002 թվականին միտքը ծագեց, 2006 թվականին որոշեցի ստեղծել իմ տնտեսությունը։ Ձեռնարկատիրոջ խոսքերով օվկիանոսային եւ ծովային պաշարների նվազման պատճառով շատ երկրների կառավարություններ սկսել են խթանել ակվակուլտուրայի զարգացումը։ Հայաստանի կառավարությունը նույնպես։ Արդեն 3 տարի է ձկնաբուծությունը մտնում է մեր երկրի զարգացման ծրագրերի ցանկի մեջ։ Արդյունքում, եթե 1998 թվականին Հայաստանում ձկան եւ ձկնամթերքի արտադրության ծավալները կազմում էին ընդամենը 200 տոննա, ապա այսօր միայն այս տնտեսվարողը քառապատիկ ավելին է արտադրում։ Մեր համար առաջնային խնդիրը ոչ թե մսի արտահանումն է եվրոպական շուկա, որտեղ եվրոպական շուկայում եւ թառափի, եւ իշխանազգիների միսը կա, եւ այդքան մենք դժվար կարողանանք իրանց հետ մրցակցել գնային բանով, բայց սև խավիարը եւ կարմիր խավիարը հետագայում իհարկե ինձ թվում է շատ լավ մրցակից կարող է լինել եվրոպական շուկան։
Եվրոպական վճարունակ սպառողին կառաջարկվի նրան լավ ծանոթ ապրանքը ավելի ցածր գնով։ Մեր մոտ մի քիչ ավելի էժան է նստում, քան իրենց մոտ։ Այնտեղ աշխատուժն է թանկ, այնտեղ փակ սիստեմներով են անում եւ որակը մեր մոտ ավելի բարձր է։ Գնի ցածրության եւ որակի բարձրության շնորհիվ ինձ թվում է, որ մենք կարող ենք գրավել շատ լավ նիշա Եվրոմիության շուկայում։ Համի գաղտնիքներից է ջուրը։ 2011-ին իրականացված հետազոտության արդյունքները փաստել են, որ Հայաստանում ձկնաբուծության համար օգտագործվող ջուրն ունի բարձր որակ, ինչը հաստատում են նաև եվրոպացի մասնագետները։ Եվրամիության բոլոր փորձագետները հավաստել են, որ այն ձուկը, որոնք իրենք համտեսել են եւ ըմբոշխնել են Հայաստանի Հանրապետությունում, չունի մրցակից, որովհետեւ այն իսկապես շատ համեղ է, ունի շատ բարձր զգայորոշման, այսինքն օրգանոլեպտիկ ցուցանիշներ, որը պայմանավորված է մեկ հանգամանքով։ Այս ձուկը օգտագործում է այն ջուրը, որը մենք եւս կարող ենք խմել։ Խոսքը արտեզյան հորերից ստացվող ջրի որակի մասին է։ Այս ձեռնարկության ձուկն առանց վերամշակման ենթարկվելու հենց հիմա էլ կարող է արտահանվել Եվրամիություն, բայց քանի որ արտադրողը նպատակադրված է ձկնկիտ արտահանել, ոչ թե չվերամշակված ձկանմիս, ուրեմն դեռ պետք է ճանապարհ անցնի։ Դրա մի մասն արդեն հետևում է, պայմանագիրը ստորագրված է եւ ներդրվում է ՀԱՍՊ հայերեն վտանգների վերլուծության եւ հսկման կրիտիկական կետեր կոչվող կառավարման համակարգը։ Առանց այս համակարգի ներդրման անհնար է արտահանում կազմակերպել եվրոպական երկրներ։ Ոչ մի երկրի, ոչ մի տեղում հեշտ չի աշխատել։ Եվրամիության հետ աշխատելուց երևի թե ավելի շատ կարգապահություն է լինում, ինձ տենց է թվում։ Այսինքն չի լինում են տնական հարաբերությունները, լինում են պարտավորություններ, կարգապահություն եւ դա կբերի շատ որակը կբարձրացնի մեկ, որ դա շատ օգտակար կլինի ցանկացած տնտեսության համար, ով կուզենա համագործակցել Եվրամիության հետ։ Այժմ այն մասին, թե որքանով է Եվրամիությունը պատրաստ համագործակցել Հայաստանի եւ մեր երկրի տնտեսվարողների հետ։